Ես այստեղ աշխատում եմ առավոտյան ժամին 00-ից, մի շտկում հանրապետական կուսակցության վստահված անձը չէր, ուղղակի քաղաքացի էր, որը այստեղ էր առավոտյան 9-ից, ես իրեն ոնց այստեղ եղել եմ, իրեն նկատել եմ այստեղ, ինքը շատ ակտիվ էր, քաղաքացիների հետ բակում անընդհատ ընտրատեղամասի հենց մուտքի մոտ ինչ-որ վեճեր էին անհասկանալի, թե ինքը ինչ էր ասում ընտրողներին, թե իրենք ինչ էին զրուցում, որի արդյունքում քաղաքացիները կռվում էին իր հետ եւ ինչ-որ աղմուկ էր բարձրանում մերթ անհասկանալի էր ու այդպես ես չկարողացա բարձել, որովհետեւ անընդհատ երբ մոտենում է իրեն, որ խնդրում է բացատրել, թե ինչումն է խնդիրը, ինչու է քաղաքացիների հետ ինքը անընդհատ կոնֆլիկտ ունենում, ինքը չէր պատասխանում, նույնքերպ չէին պատասխանում նաև քաղաքացիները, որոնք իր հետ, այսպես ասած, վեճի էին բռնկում։ Դրանից հետո ինքը բոլորը հեռանում էին, բայց ինքը անընդհատ տարածքում էր, հետո տարեց պապիկի հետ ընտրության եկավ, օգնեց ընտրել պապիկին։ Այդ ընթացքում հանրապետական կուսակցության վստահված անձի հետ ինքը ես նկատում եմ, որ ինչ-որ իրենց մեջ ինչ-որ կոնտակտ կա, հաղորդակցվում են։ Դրանից հետո պարբերաբար Ռոման Ավագյան, եթե չեմ սխալվում, հանրապետականի վստահված անձը դուրս էր գալիս, իր հետ ինչ-որ բաներ էին քննարկում, նորից անընդհատ մի խոսքով ներս ու դուրս էին անում այդ տիկնոջ հետ։ Բայց իր անուն ազգանունը ես չկարողացա բարձել, որովհետև ինքը ոչ մի հարցի չէր պատասխանում։ Այնուհետև ես շարունակում էի իմ աշխատանք այստեղ իրականացնել, հենց ընտրատեղամասի մոտ նկարում էի, դրանից հետո ինքը այստեղ նաև մեքենա եկավ ու ես տեսա մոտ մի ժամ մեքենան երևի կանգնած էր, այնտեղ մի քանի հոգի էին հավաքված, ինչ-որ կուտակում կար, ես հեռվից նկատում էի, իրենց միացավ նաև հանրապետականի նշված վստահված անձը Ռոմանը, ու այնտեղ մենք իրենց նկարում էինք, իրենք սկսեցին մեզ նկարել, այնտեղից իբրկան են անում, ձեռքով են անում, բա, հետո երբ որ շարունակում էին նկարել, իրենցից մի կին մոտեցավ ինձ, հեռախոսը ուզում էր խլել ձեռքից, ասում եմ, ինչի եք խանգարում եք դուք ինձ, ասում եմ, դուք իրավունք չունեք ինձ նկարել, ես ինչ իրավունքով եք ինձ նկարում, մի խոսքով սկսեց վիճել, ես այդ կնոջ հետ եմ խոսում, այդ բան մոտեցավ այդ տիկինը, որը առավոտից էր այստեղ, այսինքն իրենք մի քանի հոգի են, այսպես ոչ ոքի անունները ես չեմ կարող ասել, որ ավելի հստակ լինի։ Մոտեցավ վաղ առավոտից այստեղ գտնվող այդ կինը, ես չհասցրեցի նկատել, հեռախոսը ուղղակի ձեռքիցս խլեց, այստեղ հենց ասֆալտի վրա կոտրեց հեռախոսս։ Ինքը ասեց էլ, ինքը ոստիկանների ներկայությամբ ասեց շատ լավ արեցի, տեսեք ոնց է, հիմա ձեզ ստացեք լավ էր քեզ, հենց այդպես իր բառերն եմ մեջ բեր։ Թե ձեռքի հատվածը հեռախոսը փորձեց խլել, ճանկռեց նաև ձեռքս, այստեղ եղնգսպան, մի խոսքով այդպես պատճառ։ Ճանկռել է, այսպես եղունգս մի քիչ քաշքշեց բերկեց։ Եկան իրավապահները, ի վերջո երբ ամեն ինչ պարզ դարձավ, այսինքն երբ սկսեցին ձեզնից արձանագրել։ Ասեմ, որ այդ ամենը տեղի էր ունենում իրավապահ մարմինների ներկայությամբ, այսինքն իրենք առավոտից էին այստեղ, այնպես չի որ այդպես մեր ահազանգով իրենք նոր մոտեցան։ Ես ասում էի, միջև այդ տիկնոջ մոտենալ, ասում էի, պարոն ոստիկան, տեսնում եք, խանգարում են մեզ։ Ասում էր, չէ, ես ոչինչ չեմ տեսնում, ու ես դա նկարում էի։ Իհարկե այդ նյութերը մնաց հեռախոսի մեջ, ես չկարողացա վերցնել։ Հեռախոսը ջարդելուց հետո ոստիկան մոտեցել է ձեզ։ Իհարկե այստեղ էին իրենց ներկայությամբ եղավ, իրենք տեսան ինչ կատարվեց, ու հենց այդ բանից սկսեցին արձանագրություն կազմել, բացատրություն վերցնել ու մնացած փորձել։ Հեռախոսը տարան ինչպես տեսակ։ Հեռախոսը վերցրեցին, պետք է հետազոտեն, ինչ-որ, չգիտեմ, վերցրեցին։ Փաստորեն օրվա ընթացքում դուք պնդում եք, որ ձեր աշխատանքը այդ կինը փորձել եք ոչնչացնել եւ ոստիկանները անտարբեր են եղել։ Գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ ինչ-որ կասկածելի ինչ-որ բան է տեղի ունենում ընտրատեղամասի մոտ, երբ որ մենք լրագրողներս ենք այդ մասին նկատում եւ բարձրաձայնում, ոստիկանները դա չեն տեսնում։ Իրենք հետաքրքիր է այստեղ են, որ իրենք դա չեն տեսնում, բայց միշտ մենք ենք դա տեսնում։ Ու իրենք ասում են, չէ, չենք տեսել, մենք ոնց քաղաքացուն հեռացնենք ընտրատեղամասի մոտից։ Ես կարծում եմ, եթե որ իրենք այստեղ մի քիչ իրենց գործունեությունը պատշաճ կերպով կատարեին ու նշված կնոջը, որը պարբերաբար այստեղ աղմուկ էր բարձրացնում ու քաղաքացիների հետ ինչ-որ
վեճեր էր կազմակերպում, չգիտեմ ինչ էր անում, եթե իրենք հետևողական լինեին եւ քաղաքացիները եւ հեռացնեին այդ տիկնոջը այստեղից, ուղղակի հեռացնեն, կարծում եմ բանը դրան չէր հասնի։ հեռացրեցին շղի։ Իրենք հեռացրեցին տիկնոջը այստեղից իմ հեռախոսը կոտրելուց եւ այս ամբողջ աղմուկից հետո միայն։ Իսկ դա տիկնոջը նորից եմ կրկնում, ինքը առավոտը 8-ից 8:30-ից մոտ 9-ից էստեղ ա եղել ու միջև այդ դեպքը։ Հա, միջև մեկը։ Հա, ինքը այստեղից չի հեռացել, ինքը ես նույնիսկ հրապարակում ունեմ, երբ որ ինքը այդ պապիկին ուղեկցում էր, ասում էր իրեն մի հարցեր տվեք, ինքը անկողնային հիվանդ է, պապիկ եկել էր ընտրության, ինքը ասում անկողնային հիվանդ է։ Իհարկե, ես իրեն առավոտից այստեղ նկատել եմ, որ ինքը ընտրողներին ուղակի կամ ուղղորդում էր, կամ ինչ-որ բաներ էր ասում, ես ուղակի չհասցրեցի ընթացքում հասկանալ, թե ինչն էր խնդիրը, ու դա անում էր Հանրապետական կուսակցության վստահված անձ Ռոման Ավագյանի հետ միասին։ Ասում ոչ թե մի կիներ, այլ կանանց խումբ։ Սկզբում ինքն էր, հետո ասում եմ, այստեղ որ մեքենա եկավ, արդեն այդտեղ մի քիչ հավաքվեցին։ Իրենց մոտ մի քանի հոգի էին։ Ես մնացածին չեմ ճանաչում, չգիտեմ ովքեր էին։ Ես տեսել եմ այդ տիկնոջը իր քայլերը այստեղ։ Իրենց եմ հետևել։